Պարոն Մկրտչյան, արդեն 4-րդ օրն է Փարաքար համայնքում սկսել է նախընտրական քարոզարշավը, դուք եւս այս համայնքի բնակիչ եք, ինչպես եք ընթացքը գնահատում։ Դե գնահատելով քարոզարշավի ընթացքը այս վերջին 4 օրերի ընթացքում կարող եմ ասել, որ մեր բնակիչները ցույց են տալիս իրենց աջակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ Լյուդվիգ Գյուլնազարյանին, ոչ միայն Փարաքար համայնքում, այլ նաեւ Փարաքար խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում նույնպես, որտեղ որ արդեն մեր թիմը հասցրել է քարոզարշավ իրականացնել, եւ դա գիտեք պատահական չի, որտեղ վերջին տարիների ընթացքում, օրինակ հենց այս փողոցը, որը վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ հիմնանորոգվել է եւ ենթակառուցվածքներն են հիմնանորոգվել ջրագիծ, կոյուղագիծ, լուսավորում, ասֆալտապատում, այսինքն բնակիչները իրենց կյանքում տեսել են փոփոխություն եւ ես ուրախ եմ, երբ որ շփվում ենք մեր քաղաքացիների հետ, իրենք գնահատում են ոչ միայն Փարաքար համայնքում տեղի ունեցած փոփոխությունները, զարգացման ծրագրերը, այլև առհասարակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր զարգացման ծրագրերին աջակցելու ուրեմն կառավարության ակտիվությունը եւ շատ կարեւոր է, որ մենք միշտ կառավարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները կապը պահում են եւ մեր համար առաջնահերթություն է համայնքների զարգացում եւ համայնքներում ծրագրերի իրականացնում եւ կոնկրետ մեր խոշորացված 9 բնակավայրերում չկա մի բնակավայր, որտեղ զարգացման 1-2 առնվազն 1 ծրագիր կամ 2 ծրագիր չլինի, սկսած դպրոցաշինություն, մանկապարտեզի կառուցում, սպորտ դպրոցի շինարարություն, ենթակառուցվածքներ, զարգացման ծրագրեր եւ սա մեր քաղաքացիները գնահատելով վստահորեն մարտի 30-ին իրենց քվեով վերահաստատելու են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ Փարաքարի թիմը այն ուժն է, որը որ իրոք բերելու է զարգացում։ Իսկ Փարաքար համայնքից հենց խոսենք հետո գյուղերի մասին։ Առաջնային խնդիրը ո՞րն է, որ քաղաքացիները ձեզ զրուցում բարձրացնում են։ Տեսեք, վերջին տարիների ընթացքում ամենաառաջնային խնդիրները եղել է դպրոցի շինարարությունը, որովհետև վթարային վիճակում էր գտնվում դպրոցը եւ հեղափոխությունից հետո կառավարությունը հայտարարեց, որ աջակցելու է այդ ծրագրին եւ այսօր մենք ունենք բավականին զարգացած ուրեմն ենթակառուցվածքներով դպրոց, կառուցվում է մարզադպրոցը, որը նույնպես էական նշանակություն ունի համայնքի համար եւ կարծում եմ մյուս կարևոր քայլը լինելու է մանկապարտեզի վերանորոգումը եւ ենթակառուցվածքային զարգացումը։ Կան խոշոր մեծ փողոցներ, որոնք որ անհրաժեշտություն ունեն վերանորոգման, որից հետո կարծում եմ Փարաքարում կմնան զարգացման ծրագրեր իրականացնել, այսինքն սոցիալական ծրագրեր, քաղաքացիներին աջակցել ամենատարբեր զարգացման ծրագրեր իրականացնելու մեջ, այլ ոչ թե նույն ենթակառուցվածքային ծրագրեր, որտեղ հիմնական անելիքները կարծում եմ 1-2 տարվա ընթացքում կարողանա ավարտել, եթե ունենա կայուն զարգացում։ Իսկ կայուն զարգացումը մեծապես կախված է լինելու մեր ընտրությունների արդյունքից։ Եվ ինչպես է գնահատում ձեր տեխնացուի շանսերը հետևելով այս ընթացքին։ Ես շատ բարձր եմ գնահատում տեխնացուի շանսերը եւ կարծում եմ, որ նաեւ քարոզարշավն է ցույց տալիս, այլ նաեւ իմ շփումները մեր բնակիչների հետ, որ մեր տեխնացուն ունի մեծ վստահություն, վայելում է մեծ վստահություն մեր հայրենակիցների շրջանում եւ մարտի 30-ին մենք հաղթանակ ենք տանելու։ Եվ նաեւ արդեն որերորդ օրն է լսում ենք, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի պաստառներն են պատռում, դեռ հայտնի չէ ովքեր են արել, վերաբերմունքը զուտ ինչպես է գնահատում։ Դե անշնորհակություն, օրինակ մենք անցել ենք տարբեր ընտրություններով 2018 թվականից ի վեր եւ մեզ համար սկզբունք է եղել ապահովել ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջավայր։ Անկախ նրանից ով կլինի մեր մրցակիցը, մենք միշտ հորդորել ենք մեր կողմնակիցներին հարգել նրանց եւ հարգել ընտրելու իրավունքը մարդկանց։ Մենք պետք է ապահովենք որպես իշխանություն ազատ ժողովրդավարական ընտրության միջավայրի կայացումը, որը կարծում եմ ամենաարժեքավոր ներդրումներից մեկն է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքական մշակույթում։ Հետևաբար ինչքան կպատրեն, ես կհորդորեմ նորից փակցնել սահմանված վայրերում եւ կհորդորեմ այդ հրահանգիչներին ուղղակի ամոթե նման բան չանեն, որովհետեւ դրանով որևիցե քվե չեն վերցնելու մեր բնակիչներից, ընդհակառակ մարդը գիտեն ովքեր են այդ պատրողները, որովհետեւ հարևաններ են, պատուանից տեսնում են ովքեր են եւ այլն, անգամ դիտարկումներ են արել, որ չի կարելի նման բան անել, բայց այնուամենայնիվ բացասական երևույթ է, որը պետք է արմատախիլ անել, ուղղակի ազատ արդար ընտրական մշակույթը հաստատելու առումով։ Մնացածը կարծում եմ քաղաքացիները իրենց ձայնը կասեն, կտան իրենց դիրքորոշումը կհայտնեն մարտի 30-ին։ Շնորհակալություն։
Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։